Պարոն Միրզոյան, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ լուծարի Մինսկի խումբը։ Դուք նշեցիք հարցոպատասխանի ընթացքում, որ Մինսկի խմբի լուծարումը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, եթե ես ձեզ ճիշտ եմ հղումանում կամ հիշեցնում, դուք այս իրավիճակում, երբ կոնկրետ պահանջները Ադրբեջանը շարունակում է պնդել, Հայաստանը ինչպես է պատկերացնում լուծումը այս իրավիճակից։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ես կարծում եմ, ես հույս ունեի, որ կանդրադառնանք հարցերի, որոնք ձեր դիտարկմամբ գուցե բաց են մնացել հանձնաժողովի քննարկման ընթացքում չհնչեցին, ամեն դեպքում նորից կանդրադառնամ, թեև այս հարցի մասին խոսեցինք։ Ուրեմն նախ փաստենք եղած ձեռքբերումը, այս փուլի համար եղածը, իսկ դա պայմանագրի տեքստի համաձայնեցումն է։ Պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները հայտարարված են երկու կողմերից ավարտված, տեքստը համաձայնեցված։ Հիմա Ադրբեջանը, ինչպես եւ մինչեւ այդ հայտարարությունը, հանդես է գալիս հավելյալ պահանջներով դիցուկ, օրինակ բանը, սահմանադրության վերաբերյալ։ Մեր դիրքորոշումը, եթե ուզում եք, ես կարող եմ նորից կրկնել, Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա։ Զուգահեռաբար մենք հստակ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի սահմանադրության մեջ։ Զուգահեռաբար հիշենք սահմանազատման հանձնաժողովների ուրեմն համատեղ գործունեության կանոնակարգը, որը վավերացվեց Հայաստանի ազգային ժողովում եւ մինչեւ վավերացումը անցավ, ուրեմն քննարկվեց, դիտարկվեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում եւ սահմանադրական դատարանը ասեց, որ այս կանոնակարգը սահմանադրականությունը հաստատեց, ասեց համապատասխանում է սահմանադրությանը։ Իսկ կանոնակարգում նշված է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմաթայի հռչակագրի վրա, որը իր հերթին ենթադրում է 1991 թվականի սահմաններ, այն վերջին մնացորդները անգամ պատրանքների կամ պահանջների, թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ունի պահանջներ իր Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, էլի պետք է որ ցրված լինեն եւ փարատվեն եւ այդպես այլ իմ տպավորությամբ եւ համոզմամբ գոնե ընդունում եւ ընկալում են միջազգային հանրությունը։ Եթե նույնիսկ դրանից հետո էլ կան պնդումներ այն մասին, որ մեր սահմանադրությունը խնդրահարույց է իրենց տարածքային ամբողջականության տեսանկյունից, մենք արդեն իսկ համաձայնեցված տեքստում, որի համաձայնությունը երեք իրենք եւս հայտարարեցին, ունենք դրույթներ, որոնք դա էլ են փարատում եւ կրկին տեսնում ենք, այո, ուրեմն այդ պահանջը եւ հիմա մեզ պետք է շարունակել երկխոսությունը, հանդես գալ փաստարկներով, ընդհանրապես բանակցությունները, եթե մի քիչ ավելի պարզունակելի կրկին ներկայացնենք, պարզա տարբեր շերտեր կան, տարբեր նյուանսներ, տարբեր տոնայնություն, այս պետք է շարունակենք աշխատել։ Այդքան բան, շարունակել աշխատել։ Հնարավոր է համվի սահման։ Այսինքն ձեր ասածը նշանակում է, որ անկախության հռչակագիրը, որը հենց խնդրահարույց է համարում Ադրբեջանը, չի համվի սահմանադրություն։ Տիկին Գալստյան, նայեք, ես ասեցի մեր դիրքորոշում սահմանադրության մասին, ինչ սահմանադրական փոփոխություններ կամ նոր սահմանադրության ինչ նախագիծ կբերվի, չեմ կարող մեղքս թաքցնել, տեղյակ չեմ մանրամասնել, ես այդ սահմանադրական հանձնաժողովի եւ այդ քննարկումների մաս չեմ։ Տարածքային պահանջ չի ենթադրում։ Ես ասեցի դրա հանելու անհրաժեշտությունը դուք չեք տեսնում։ Կարծում եմ ես ասեցի իմ ներկայացրած մեր դիրքորոշումը այդ հարցի շուրջ սպառիչ է։ Մինչ խոսվում է խաղաղության պայմանագրի համաձայնության մասին, երեկվանից Ադրբեջանի նախագահի խորհրդականը այս ֆոնին խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է իբրև թե օկուպացված տարածքների համար փոխհատուցում տա։ Այս ռետորաբանությունը դուք որքանով եք տրամաբանական համարում, եթե խաղաղության պայմանագիրը պետք է համաձայնեցվել է արդեն եւ Հաջիևը նման հայտարարություններով է հանդես գալիս։ Դե իսկապես այս դրսևորումներից եմ, որ ոչ կառուցող, ես փորձում նույնիսկ հասկանալու մեղմ արտահայտվել եւ ձևակերպել, իսկապես այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի կորպետահարում ենք բանակցային գործընթացը եւ կարգավորումը եւ հարաբերությունների հաստատումը, միանշանակ ոչ մեկ չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ
իրենց կողմից ոտնահարվել են թե մարդու իրավունքները, թե նյութական վնասը, դուք նյութական վնասի մասին եք ասում, բայց ուզում եմ ասել, որ այն դրույթը, որի մասին վերջերս այդքան խոսում ենք, այն երկու հոդվածներից մեկը հատկապես իրավական այդ հայցերի առումով, այն պահին, երբ որ ուժի մեջ կմտնի պայմանագիրը, կողմերը հետ կքաշեն հայցերը եւ միևնույն ժամանակ պարտավորություն է ստանձնում երկու կողմն էլ ապագայում եւս հանդես չգալ իրար նկատմամբ հայցերով այն հարցերի շուրջ, այն խնդիրների շուրջ, որոնք գոյություն են ունեցել կողմերի միջև, մինչև պայմանագրի ստորագրումը։ Այսինքն բոլոր այն վեճերը, որ մենք հիմա ունենք, ենթադրվում է, որ բոլոր այդ վեճերով պետք է կողմերը գնան հաշվեցնեն։ Հատուցման հարցը, ներողություն, իմ հարցի վրա, բայց Ես շատ ուղիղ պատասխանեցի։ Դուք կգտնեք ձեր ոչ, չկա։ Ոչ, չկա, չենք բանակցում։ Երկու կողմից հայտարարվում է, որ ավարտվել է խաղաղության պայմանագրի բանակցությունները։